Ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Հաղվերդյաներ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք երջշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, եւ այժմ շատ շուտով ես կներկայացնեմ հուլիս ամսվա կանխատեսումները եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ ես շարունակաբար արգելափակված եմ մնում սատանայական այդ գլոբալիստական Facebook սոցիալական ցանցում, այնպես որ առաջարկում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել նաև իմ բաց Telegram-յան ալիքին, որի հղումները բոլոր իմ YouTube-յան ալիքների, Facebook-յան էջի նաև բաց Telegram-յան ալիքի հղումները առկա են, նաև իմ բոլոր կոնտակտները առկա են այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ Դե հետապնդումներ իհարկե սաստկացել են այս սատանայադավան իշխանության կողմից, իհարկե բոլոր հոգևոր լուսավոր մարդկանց նկատմամբ իրագործում են այդ հետապնդումները, այնպես որ միանգամայն հասկանալի է, որ նաև իմ նկատմամբ են այդ հետապնդումները ըստ էության տեղի ունենում, ցանկանալով լրացնել ճշմարտացի խոսքը, բայց դա չի ստացվի իրենց մոտ, սիրելիներս։ Սիրելի բարեկամներ, հուլիսը մեր մոտ շատ բարդ եւ տրանսֆորմացիոն ամիս է լինելու։ Մեկ վարքյան։ Հուլիսը բարդ եւ տրանսֆորմացիոն ամիս է, որովհետեւ սիրելի բարեկամներ, հուլիսի 7-ին, ինչպես գիտեք, 2025 թվականի հուլիսի 7-ին ես 2025 թվականի կանխատեսման մեջ դրա մասին շատ մանրամասն խոսել եմ, Ուրան մոլորակ անսպասելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը կփոխի իր նշանը եւ մուտք կգործի երկվորյակներ։ Այսինքն կլքի ցուլ կենդանակերպը եւ մոտ կգործի երկորյակների։ Այդ իսկ պատճառով հուլիսը անսպասելի ճգնաժամերի եւ անկանխատեսելի զարգացումների ամիս է լինելու մեզ մոտ, իհարկե շատ հագեցած զանազան աստղաբանական իրադարձություններով եւ զարգացումներով, բայց ամենաականավորը դա Ուրան մոլորակի մուտքն է երկվորյակներ, գիտեք, որ այն ժամանակ երբ Ուրանը տարանցում է երկվորյակներով, գիտեք, որ Ուրան մոլորակը 84 տարվա ընթացքում է շրջապտույտը կատարում ամբողջ զոդիակով մեկ։ Եվ այն ժամանակ, երբ նա տարանցում է այս կենդանակերպով, անկայուն երկվորյակներով, գտնվելով Մերկուրի մոլորակի ազդեցության տակ, իհարկե համաշխարհային պատմության մեջ շատ անսպասելի զարգացումներ են տեղի ունենում, ճգնաժամեր, պատերազմներ, իշխանափոխություններ, հասարակական համակարգի փլուզումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն դա ապացուցված է, ես առանձին վիդեո կնվիրեմ կամ եթեր կնվիրեմ հենց այս YouTube-յան ալիքով, հենց Ուրան մոլորակի կամ կարծում եմ կամ եթեր կամ վիդեո, just գրեք մեկնաբանություններում, որը ավելի շատ կնախընտրեք, սիրելի բարեկամներ, թե ընդհանրապես ինչ կնշանակի բոլոր կենդանակերպերի համար Ուրանի տարանցումը երկվորյակներով եւ առհասարակ ինչ բնութագիր ունի այն ժամանակահատվածը, երբ Ուրանը տարանցում է երկվորյակներով, գիտեք, որ Ուրանը դա դանդաղ մոլորակ է, ծանր մոլորակ է եւ 7 տարի շարունակ մնում է մեկ կենդանակերպի շրջանակներում։ Այնպես որ շատ իհարկե բաղտորոշ եւ կարեւոր փոփոխությունների շեմին ենք կանգնած, որտեւ երբ Ուրանը փոխում է նշանը, շատ հեռու գնացող զարգացումներ են տեղի ունենում, թե
թե հասարակ մարդկանց կյանքում, թե հասարակությունների կյանքում, գերտերությունների կյանքում, գիտեք որ ԱՄՆ-ն երբ հիմնադրվել է, հա, երբ հռչակել է ԱՄՆ-ն իր անկախությունը հուլիսի 4-ին էր 1776 թվականին, այդ ժամանակ նույնպես ուրան մորակը գտնվում էր երկվորյակներում եւ այժմյա ԱՄՆ-ի նախագահի մոտ Դոնալդ Թրամփի աստղային քարտեզում ուրանը նույնպես գտնվում է երկվորյակներում եւ միացած է արեգակի հետ, դա շատ իհարկե նշանակում է շատ անկանխատեսելի գործիչ է, մենք արդեն տեսանք նրա այսպես անկանխատեսելի եւ շատ երկվորյակներին բնորոշ է ցանցառ գործելակերպը, նա եւ քաղաքական գործիչ է, եւ չգիտեմ շոումեն է, եւ դերասան է, եւ գրող է, եւ բիզնեսով է զբաղվում, եւ բոլոր այդ եվերը միասին։ Դե այդ իսկ պատճառով մենք ունենք այնինչ ունենք, երբ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, երբ դերասանը կամ այսպես արև ուրանի է դա անկանխատեսելի այսպես ազատ նկարիչ կարելի ասել, իմ մոտ էլ նույնպես արեգակը ուրանի հետ միացած է, բայց կարիչ կենթանակերպում իմիջիալոց եւ ընդհանրապես երբ արևը միանում է ուրանին, մարդուն չի կարելի բռնանալ, մարդուն չի կարելի այսպես ստիպել, որ նա ենթարկվի որոշակի կոշտ համակարգի, կոշտ ինչ-որ պայմանների եւ չակերտների մեջ չի կարելի դնել մարդուն, այսինքն նա ազատ ստեղծագործող արարիչ է, կարելի ասել այդպես, եւ քաղաքական գործի բնորոշ ինչ-որ իմաստություն, կարգ ու կանոն, կանոնակարգվածություն, նա բացարձակ չունի, Twitter-ով է կառավարում երկիրը, ինչպես եւ մեր երկրի վարչապետը, ցավալիորեն չարչապետը, դե ունենք այն ինչ ունենք եւ այդ էս պատճառով ես բազմիցս նշում եմ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով եթե դու չես կատարում քո միսիան քո առաքելությունն այն ինչ որ դրված է քո վրա բարձրագույն ուժերի կողմից դու մշտապես պատուհաս ես դառնալու իսկ եթե այդպիսի մեծ գերտերության ղեկավար ես ինչպես ԱՄՆ իհարկե ամբողջ աշխարհի գլխին ես պատուհաս դառնալու դա շատ սարսափելի է եւ հուլիսին այդ ամեն այդ բոլոր այսպես անկանխատեսելի հանկարծակի ինչ որ անսպասելի փոփոխությունները շատ վառ կերպով դրսևորվելու են հատկապես հուլիսի 7-ից հետո Մինչ անցնել բուն կանխատեսումներին, սիրելի բարեկամներ, ուզում եմ նաև նշել, որ հուլիս ամսվա ընթացքում ցանկալի է ունենալ տրիշուլա, այս ոսկեզոծ տրիշուլան, սիրելի բարեկամներ, տեսեք ինչ գեղեցկություն է, սա հենց ֆինանսական փողաբեր էներգիայով լիցքավորված տրիշուլա է եւ ցանկալի է ունենալ հուլիս ամսվա ընթացքում, որովհետեւ անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանը կարող է տակնուվրա անել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում նաև ֆինանսական։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ անպայման ունենալ այս տրիշուլը, ինչպես մինչև հունիսի վերջ գործի հատուկ գին, այս տրիշուլայի համար հետագայում այն կթանկանա, սա արծաթ է, ոսկեզոծ է եւ լիցքավորված է հատուկ ֆինանսական հաջողության համար։ Նաև գիտեք, որ արդեն իսկ մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք է գործել իր զորության կենթանակերպը, իր փառավորման վայրը, այսինքն Խեցգետին աստղակերպը, որտեղ նա կմնա մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը եւ այս ընթացքում շատ կարեւոր է ապահովությունը, շատ կարեւոր է ձեր անվտանգությունը, ձեր հայրենի տան անվտանգությունը, հայրենիքի անվտանգությունը, իսկ դա կարող է ձեզ ապահովել այս թալիսմանը, այսինքն Յուպիտերի թալիսմանը, սիրելի բարեկամներ, հատուկ պենտակլ է, որը շատ բարենպաստ է ստեղծել հենց Յուպիտերի զորության ժամանակ, այսինքն երբ Յուպիտերը գտնվում է իր փառավորման մեջ,
այնպես որ շտապ եք պատվիրել, շատ արագ է ժամանակը ընթանում, մեր հիանալի վարպետը պատրաստ է եւ սպասում է ձեր պատվերներին, Յուպիտերի թալիսմանը կբացի ձեր առջև հաջողության դռները, ֆինանսական բարեկեցության դռները։ Եթե ցանկանում եք անշարժ գույք ունենալ, շատ լավ է ունենալ այդ թալիսմանը, անպայման պատվիրեք։ Բոլոր թալիսմանները պատրաստվում են եւ լիցքավորվում են անհատապես, սիրելի բարեկամներ, օրինակ Յուպիտերի թալիսմանը պատրաստում է Յուպիտերի օրը, դու գիտեք, որ Յուպիտերի օրը դա 5-շաբթին է մեզ մոտ, Յուպիտերի ժամին, երբ լուսինը լավ փոխհարաբերությունների մեջ է Յուպիտերի հետ, նամանավանդ այս գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն հենց հիմա, չգիտեմ, երբ կտեղադրվի այս վիդեոն, բայց հունիսի 25-ին մի խոսքով մեզ մոտ նորալուսին է եւ լուսինը, արեգակը եւ Յուպիտերը միանալու են խեցգետնում։ Իսկ դա լավագույն ժամանակն է հենց սկսելու համար այդ թալիսմանը պատրաստել եւ լիցքավորել։ Դե 25-ից հետո շատ բարենպաստ ժամանակատված այս թալիսմանի համար, այնպես որ թե ցանկանում եք պաշտոնի բարելավում, աշխատանքի բարելավում, հասարակական կարգավիճակի բարձրացում, հանրապես եթե ցանկանում եք լինել երջանիկ, պարզապես որովհետեւ Յուպիտերը մեծ երջանկության մոլորակ է, սիրելիներս, եւ նա գտնվում է իր զորության գագաթնակետում խեցգետում, այնպես որ շտապ եք պատվիրել։ Իսկ այժմ անցնենք հուլիս ամսվա աստղաբանական կանխատեսումներին, սիրելիներս։ Եվ այսպես, հուլիսը մեզ մոտ սկսվում է հուլիսի 4-ին, ինչալուց հենց ԱՄՆ-ի անկախության օրն է, շատ հետաքրքիր է եւ հատկանշական է, որ հենց այդ ժամանակ են տեղի ունենում շատ հետաքրքիր մոլորակային փոփոխություններ, եւ այսպես հուլիսի 4-ին Երևանի ժամանակով 19:30 րոպեին Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան, սիրելի բարեկամներ, մուտք կգործի երկվորյակներ եւ հետաքրական է, որ այդ նույն օրը ինչ մուտք գործել է երկվորյակների մեջ, Վեներան միանալու է անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ 29 աստիճան ցու կենթանակերպում։ Իհարկե սա անբարենպաստ է անձնական բնույթի հարցերը կարգավորելու լուծելու համար։ Եթե այդ օրը որոշել եք նշանադրություն կազմակերպել կամ, չգիտեմ, ինչ որ խնամախոս, այդպիսի բաներ մի արեք, որովհետև դա հղի կլինի զանազան անսպասելի զարգացումներով։ Նաև ամուսնությունը ցանկալի չէ նշանակել այդ օրը Ուրանը Վեներա հետ։ Ես հիշեցի այդ Ջուլիա Ռոբերտսի կինոն, երբ նա մշտապես փախչում էր իր ամուսնության ինձ պահին եկեղեցուց փախչում էր, հա, այդ ձիով փախչում էր, այդ շատ նման է Վեներայի Ուրանի միությունը, անսպասելի զարգացումներ անձնական ոլորտում։ Եվ ինչ է նշանակում Վեներան կմնա, իհարկե նշեմ, որ երկվորյակներում Վեներան կմնա մինչև հուլիսի 31-ը, սիրելի բարեկամներ, ինչ է նշանակում Վեներան երկվորյակներում։ Վեներան երկվորյակներում թեթևություն է, շփում, նոր ծանոթություններ, նոր ճամփորդություններ, նոր ինչ-որ հետաքրքիր տեղեկատվություն տարբեր ոլորտներից, հատկապես գեղեցկության սիրո ոլորտից, շատ ինքը սիրում է հենց նորագույն տեխնոլոգիաները, այսինքն սիրում է զանազան գադջետներ, սմարթֆոններ, պլանշետներ, չգիտեմ, համակարգիչներ, այսինքն եթե ցանկանում եք նվեր անել եւ որ այդ նվերը դուր գա հատկապես հուլիսի 4-ից 31 ընկած ժամանակահատվածում, ապա սմարթֆոնը լավագույն նվերը կլինի, սիրելի բարեկամներ։ Ու իհարկե նաեւ զանազան մշակութային շփումները կակտիվանան, այսինքն ցանկալի է հաճախել ցուցահանդեսների, չգիտեմ, ինչ որ թատերական բեմականացումների եւ այլն, կինո գնալ եւ այլն, դեռ Վեներան սիրում է այդ գեղագիտական հաճույք ստանալ եւ նամանավանդ մարդաշատ վայրերում, որտեղ հնարավոր է էմոցիաները կիսել դիմացիների հետ, հա։
Եվ ինչ է նշանակում Վեներան երկվորյակներում խոյ կենդանակերպը, այսինքն ամբողջ հուլիսի ընթացքում այս կանխատեսումը ակտուալ կլինի, սիրելի խոյեր, շտապեք նոր ծանոթությունների, պատրաստվեք նոր ծանոթությունների, նոր ճամփորդությունների, նոր հետաքրքիր արկածների, լավ է նաև շարժական գույք ձեռք բերել, եթե վաղուց երազում եք թարմացնել ձեր ավտոմեքենան, սիրելի խոյեր, իսկական ժամանակն է դա անելու, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, երրորդ տունը դա քույրերի եղբայրների տունն է, դա ուսման, վերապատրաստման տունը, իհարկե ուսման տեսակետից լավ է մինչև հուլիսի 18-ը, որովհետև հուլիսի 18-ից հետո մեզ մոտ հետ ընթաց է լինելու Մերկուրին, կապ է հեռահաղորդակցության, նաև տրամաբանության, բանականության ուսման մոլորակը։ Վեներան երրորդ տանը ընդհանրապես շատ լավ է բնության գրկում անցկացնել, լավ է հանգիստ բնության գրկում, բայց նույնպես մինչև հուլիսի 18-ը ավելի բարենպաստ կլինի, հետաքրքիր ճամփորդություններ, այսինքն ճամփորդությունների ընթացքում կարող է ինչ-որ շատ կարևոր անձնական կամ գործնական բնույթի ծանոթություն լինել ձեր մոտ, սիրելի խոյեր, եւ որը կազդի ձեր հետագա գործնական կամ անձնական կյանքի վրա շատ բարենպաստ է։ Ոզով ձեր համար լավ է, սիրելի խոյեր, չնվնվակ։ Սիրելի ցուլեր, ձեզ համար Վեներան երկվորյակն եմ, քանի որ Վեներան ձեր իսկ ղեկավարն է, ձեր իսկ թագուհին է եւ իշխանուհին, ձեր համար նույնպես բարենպաստ է, որովհետեւ Վեներան հայտնվելով երկվորյակներում մտնում է ձեր երկրորդ աստղատուն, եւ ամբողջ հուլիսի ընթացքում գրեթե լինելու է երկրորդ աստղատան, իսկ երկրորդ աստղատունը դա մեր ֆինանսական հնարավորություններն են, ֆինանսների աղբյուրները, մեր ունեցվածքը, նյութականը, այն ինչ որ ցուլ կենդանակերպը շատ է սիրում, եւ իհարկե այստեղ եկամուտների աճ, սիրելի ցուլիկներ, հատկապես որ Ուրանը նույնպես լքում է ձեր կենդանակերպը, դա դրական կազդի ձեր անձնական կյանքի վրա, ձեր գործնական կյանքի վրա, ընդհանրապես ձեր կյանքի վրա բարենպաստ կանդրադառնա, որովհետև ես գիտեմ, որ դուք չեք սիրում այդ փոփոխությունները, անընդհատ այդ անսպասելի անակնկալները, որը շատ սիրում է Ուրանը, եւ իհարկե այդ ամենը կվերջանա, դուք այժմ ֆինանսական ոլորտի վրա պետք է կենտրոնանաք, որտեղ Ուրանը նույնպես մտնում է երկվորյակներ եւ մտնում է ձեր երկրորդ աստղատունը, այստեղ անսպասելի փոփոխություններ են հնարավոր հենց ֆինանսական ոլորտում ձեզ մոտ, բայց դրական հունով է գնալու, որտեղ նա Վեներան է երկրորդ աստղատան, այսինքն եկամուտների աճ, ինչ որ լավ հետաքրքիր նվերներ հնարավոր է ստանաք, անսպասելի ճամփորդություններ եւ նոր դրական տպավորություններ, սիրելի երկվորյակներ, ձեզ համար իհարկե երկվորյակները այս այսպես ասած մորակային դիրքերի թագավորներն են եւ թագուհիները, որովհետեւ թե Վեներան, թե Ուրանը մուտք են գործում ձեր առաջի աստղատունը, սիրելի երկվորյակներ, եւ այստեղ իհարկե շատ դրական զարգացումներ է խոստանում Վեներան, առաջի տանը ձեր արտաքին հմայքի աճ, կլինեք ուշադրության կենտրոնում, բոլորը ձեզ կհավանեն, կոմպլիմենտներ եւ այլն, լավ է անձնական հարցերը կարգավորելու համար, նոր հանդիպումների համար, նաեւ գործնական ոլորտի համար, ընդհանրապես Վեներան առաջի տանը դրական է ազդելու ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա, սիրելի երկորյակներ, այնպես որ որևիցե խնդիր չեք ունենա, բայց Ուրանը, այդ Ուրանը երբ մուտք գործի ձեր առաջի տուն, իհարկե այստեղ անսպասելի զարգացումներ են սպասվում։ Սիրելի խեցգետիններ, Վեներան մուտք գործելով երկորյակներ հայտնվում է ձեր 12-րդ տանը, զգուշացեք գաղտնի թշնամիներից, հատկապես կանանցից, Վեներան այստեղ տալիս է նախանձություն, կարող է տալ նախանձություն, ինչ որ բացասական էներգետիկական ազդեցություններ կանանց կողմից հատկապես։ Ընդհանրապես ճիշտ է հուլիսը դա
խեցգետնի ամիսն է, խեցգետիններ, ես ձեզ բոլորին շնորհավորում եմ, մինչև հուլիսի 22 արեգա կլինելու է խեցգետնում, եւ բնականաբար Վեներան այդտեղ 12-րդ տանը ամբողջ տարվա ընթացքում որոշակի տալու է ձեզ այդ անորոշությունը, այդ վտանգների արկայությունը, ինչ որ սիրային եռանկյունիներ, գաղտնի սիրային պատմություններ եւ այսինքն պետք է զգուշանաք, հատկապես այդ սիրային ոլորտում, որ հնարավոր է ինչ որ գաղտնիքներ, նաեւ բաց այդ վենանցիալից, որովհետեւ 12-րդ տունը նաեւ գաղտնիքների տունն է եւ հնարավոր է նաեւ սիրավեպ այսպես հանգստավայրում կուրորտներաման, նույնպես հավանական է խեցգետինների մոտ։ Սիրելի արյուծիկներ, ձեզ մոտ Վեներան մուտ գործելով 11-րդ երկորակներ, հատում է 11-րդ աստղատանը, որը ընկերների, երազանքների իրականացման, գաղափարակիցների տունն է, օնլայն բիզնեսի տունն է, չափահաս երեխաների տունն է, այսինքն այդ բոլոր ոլորտները ծաղկելու են, որովհետև Վեներան փոքր երջանկության մոլորակ է, կկատարվեն ձեր ամենաբաղձալի երազանքներից մեկը, շատ կուրախացնեն ձեզ սիրելի առյուծներ, չափահաս երեխաները, հնարավոր է նրանց մոտ ինչ որ սիրային այսպես պատմությունը վերածվի ամուսնության, նշանադրության, հնարավոր է երեխաների ծնունդ այդ ընթացքում, պես որ շատ բարենպաստ է, եթե չհաշվենք Պլուտոնի ազդեցությունը ջրհոսի ծառույցների վրա, բայց այս ընթացքը շատ այսպես բարենպաստ է առյուծների համար։ Սիրելի կույսեր, կույսերի մոտ Վեներան մոտ գործելով երկվորյակներ հայտնվում է 10-րդ տանը, 10-րդ տունը դա հիմնականում գործնական հաջողություն է տալիս, ձեր հնարավոր է նկատեն, հատկապես կամ կին ղեկավար գա եւ ձեզ անպայման գնահատի, բարձր գնահատի ձեր աշխատանքը, որը կարտահայտվի նաեւ ֆինանսական, ինչ-որ դրական ձեռքբերումների միջոցով։ Շատ բարենպաստ է կույսերի համար այս դիրքը։ Կշերքների համար նույնպես բարենպաստ է Վեներան մուտ գործելով երկվորյակներ, սիրելի կշերքներ, հայտնվում է ձեր 9-րդ աստղատանը, իսկ 9-րդ աստղատունը արտասահմանի հեռավորի տունն է, այսինքն նաև գաղափարակիցների տունն է։ Ու գաղափարակիցներ այստեղ հնարավոր է նոր գաղափարակիցներ կամ գաղափարների փոփոխություններ, սիրային պատմության ազդեցությամբ կամ սիրավեպ հանգստավայրում 9-րդ տանը, բայց հիշեք, որ Մերկուրին հետ ընթաց է սիրելի կշերքներ եւ հատկապես հուլիսի 18-ից հետո ցանկալի չէ ինչ որ անծանոթ երկրներ մեկնել։ Սիրելի կարիճներ, ձեզ մոտ Վեներան մուտ գործելով երկվորյակներ հայտնվում է 8-րդ աստղատան, իսկ 8-րդ աստղատունը կապված է էքստրեմալ իրավիճակների հետ, նաև անշարժ գույքի հետ, թամպես մեծ գումարների հետ, վարկերի, պարտքերի հետ, բարենպաստ ժամանակահատված է լուծելու հենց այդ անշարժ գույքի հետ կապված խնդիրը, հարցը վարկերի, պարտքերի ձևով, այսինքն հնարավոր է հիպոթեք վերցնեք, հնարավոր է ինչ որ բնակարան ձեռք բերում, տան ձեռք բերում եւ այլն, կաճեն նաեւ ձեր զուգընկերների եկամուտները, որը նույնպես շատ ուրախալի է մեզ համար։ Ընդհանրապես 8-րդ տունը նաեւ փողաբեր տուն է, հատուցումը կստանաք դուք ամեն դեպքում այսքան տարիների տանջանքների դիմաց այդ հատուցումը անպայման կլինի, սա այս հուլիսի ընթացքում շատ ակտուալ կլինի, նամանավանդ նաև ուրանն է մուտ գործում երկվորյակներ, սիրելի աղեղնավորներ, դուք հնարավոր է հատկապես ամուսնացած աղեղնավոր կանայք հնարավոր է հայտնվեն սիրային եռանկյունում, որովհետև Վեներան մուտ գործելով երկվորյակներ հայտնվում է ձեր 7-րդ տանը, բայց նաև հնարավոր է ինչ-որ դրական գործնական հարաբերություններ կանանց հետ, եթե գեղեցկության ոլորտում է ձեր բիզնեսը, այդ դեպքում դրական զարգացումներ են սպասվում նաև տղամարդ աղեղնավորներին, որովհետև նրանց մոտ սիրային անընդմեջ անակնկալ պատմություններ, նոր ծանոթություններ եւ այլն, որը շարունակվելու է ոչ միայն այս մեկ ամսվա ընթացքում, հուլիսի ընթացքում, այլ նաև ամբողջ 7 տարիների ընթացքում։
Եվ այդ եղջյուրների համար 6-րդ տանն է հայտնվում Վեներան մոտ գործելով երկվորյակներ, կապված է դրական զարգացումների հետ աշխատավայրում, նոր բարձր վարձատրվող աշխատանք կամ այդ աշխատավայրում, որտեղ դուք այժմ զբաղված եք, այդտեղ ձեզ կգնահատեն, ինչ-որ դրական զարգացումներ կլինեն։ Նաև բարենպաստ է բուժվել, այսինքն Ընդհանրապես Վեներան մեծերջանկության փոքր երջանկության մորակը 6-րդ տանը տալիս է բժշկություն, այսինքն եթե դուք փնտրեք մասնագետ, եթե ինչ քրոնիկական հիվանդություն եք, փնտրեք մասնագետ, այս հուլիսի ընթացքում անպայման կգտնեք, բայց աշխատեք դա անել մինչև հուլիսի 18-ը։ Դե հետո Մերկուրին դառնում է հետընթաց։ Ջրհոսների համար շատ բարենպաստ է Վեներան երկվորյակներում 5-րդ աստղատանն է Վեներան ձեր մոտ սիրելի ջրհոսիկները սիրային պատմություններ, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ անակնկալներ, հնարավոր նաև հղիություն հուլիսին ջրհոսների մոտ եւ ձկները նույնպես Վեներայի ազդեցության տակ են գտնում, որտեղ ձկներ կենթանակերպում Վեներան փառավորվում է եւ հասնում է իր զորության գագաթնակետին։ Այստեղ Վեներան մոտ գործելով երկվորյակներ հայտնվում է ձեր մոտ սիրելի ձկներ 4-րդ աստղատանը, որը կապված է տան հետ, այսինքն բարենպաստ զարգացումներ տանը, ձեր տունը կդառնա ավելի հարմարավետ, ավելի հնարավոր ինչ-որ վերանորոգում անեք կամ փափուկ կահույք ձեռք բերեք, ինչ-որ պարագաներ անկողնային, շատ ավելի հարմարավետ դառնա, բազմոցներ եւ այլն, եւ նաեւ ընտանիքի լայնում, ընդարձակում, ամուսնություն, երեխայի ծնունդ եւ այլն։ Մի խոսքով, սիրելի ձկնիկներ, ձեզ մոտ հիմնականում ընտանիքի հետ է կապված լինելու այդ էական անսպասելի նաև փոփոխությունները, որտեղ Ուրանը հայտնվելով երկվորյակներում նույնպես մուտք է գործում ձեր 4-րդ աստղատուն։ Ահա, այսքանը Վեներայի հետ կապված։ Հուլիսի 5-ին սիրելիներս Նեպտուն մորակը դա անորոշության, մոգության, մշուշի, նաև կեղծիքի մորակը մուտք է սկսում է, որը արդեն իսկ մարտի 30-ից մուտք էր գործել խոյ կենդանակերպ, դառնում է հետընթաց խոյ կենդանակերպի 2-րդ աստիճանում եւ մինչեւ հոկտեմբերի վերջը նա կրկին կհայտնվի եւ հոկտեմբերի արդեն վերջում նա կրկին կհայտնվի ձկներում, շատ կարճ ժամանակահատվածում, դեկտեմբերի 10-ին Նեպտունը կանգ է առնելու եւ կրկին մուտք գործի խոյ 26 թվականի հունվարի 26-ին։ Ու արդեն այստեղ նա շուրջ 10 տարի կհիմնավորվի եւ կտարանցի խոյ կենդանակերպով։ Նույն իհարկե Նեպտունի հետընթաց շարժը անորոշությունը շատանում է ամբողջ աշխարհով մեկ եւ հնարավոր է կրկնվեն այն իրադարձությունները, որոնք իրենց գագաթնակետին կամ իրենց ավարտը չստացան մարտ ամսվա ընթացքում, մոտև մարտի վերջից, ահա Նեպտունը գտնվում էր խոյ կենդանակերպում, նա հետընթաց է շարժում եւ երբ անցնելու այդ նույն աստիճաններով, ինչ որ մարտի 30-ից հետո էր անցնում, այդ նույն իրադարձությունները անպայման կկրկնվեն։ Եվ իհարկե հուլիս ամսվա ամենակարևոր աստղաբանական զարգացումը, սիրելի բարեկամներ, դա Ուրան մոլորակի մուտքն է երկվորյակներ, որը տեղի կունենա հուլիսի 7-ին Երևանի ժամանակով 11:45 րոպեին։ Իհարկե Ուրանը ժամանակավորապես այս տարի բոլոր այդ գրեթե բոլոր բարձրագույն մորակները բացառությամբ Պլուտոնն է, որտեղ Պլուտոնը մոտ գործեց ջրհոս եւ այստեղ կմնա 20 տարի շարունակ, դեռևս նոյեմբերի 25-24 թվականի, իսկ մնացած բոլոր մորակները իր հետևից նույնպես փոխելու են իրենց նշանները եւ ահա Ուրանը վերջինն է բարձրագույն մորակներից, որը փոխում է իր նշանը, բայց դա բոլորը ժամանակավորապես բացի Պլուտոնից, Պլուտոնը արդեն հիմնվել է ջրհոսում եւ իմ շատ հետաքրքիր վիդեոների շարք ունեմ, եթերներ, դրանք Facebook-յան եթերների ձայնագրություններն են, կարող եք դիտել, եթե չեք դիտել, ինչ է նշանակում Պլուտոնը ջրհոս կենդանակերպում, բոլոր
նշանների համար, նաև ինչ է նշանակում Պլուտոնի տարանցումը ձեր անհատական նատալ քարտեզի մուրակների վրա, տարբեր մուրակների հետ Պլուտոնի փոխհարաբերությունները տարբեր զարգացումների են բերում, դա արդեն մի քիչ մասնագիտական տեսանյութ է, բայց նույնպես շատ հետաքրքիր է, եթե գիտեք ձեր նատալ քարտեզ, շատ կարող եք կարևոր ինֆորմացիա քաղել այդ վիդեոից, եթե չգիտեք, համեցեք խորհրդատվության եւ կհասկանանք ինչ է ձեզ սպասում մոտակա 20 տարում ընդհանրապես շատ կարևոր է հիմա գալ խորհրդատվության, ինչու, որովհետև բոլոր բարձրագույն օրակները փոխում են իրենց նշանները եւ այժմ մենք կարող ենք հասկանալ ինչպիսի զարգացումներ են հնարավոր մոտակա 7-ից 12 տարիների ընթացքում, եւ Ուրանը եւ Նեպտուն բավական երկար ժամանակ են մնում մեկ կենդանակերպի շրջանակներում։ Ուրանը, գիտեք, 7 տարի է մնում։ Ուրանը հետ կգնա դեպի ցուլ այս տարվա նոյեմբերի 8-ին, կրկին մոտ կգործի ցուլ, շատ կարճ ժամանակով կրկին ցլերի ներվերը կուտի, անսպասելի զարգացումներով, ինչ որ, չգիտեմ, անհասկանալի իրադարձություններ է առաջացրել իհարկե ցուլերի կյանքում, նաև ավերիչ իրադարձություններ է առաջացրել ցուլերի կյանքում, դուք երևի զգացել եք սիրելի ցուլեր, որտեղ բազմաթիվ խորհրդատվությունների ժամանակ այսպես այնպիսի բաներ եք պատմել եւ այս 7 տարիների 18 թվից սկսած, որ իսկապես շատ մեծ ավերածություններ է գործել Ուրանը ցուլ կենդանության, ցուլ նշանն է թույլ է, ցուլը ցլի սկզբունքը կանոնությունն է, Ուրանի սկզբունքը անկայունությունն է, հանկարծակ ինչ որ էկզոտիկ էքստրեմալ փոփոխություններ է եւ այդ պատճառով ցլի սկզբունքը ընդհանրապես հակասում է Ուրան մորակի բնույթին, այդ զարգացումները դրա պատճառով են եղել եւ Ուրանը մշտապես մուտք կգործի արդեն երկորակներ, 7 տարի շարունակ կգտնվի երկորակներում 26 թվականի ապրիլի 26-ին, մինչ այդ իհարկե արդեն նա իր դեմքը ցույց կտա եւ իր փոփոխությունները կառաջացնի, բոլոր կենդանակերպերը կզգան իհարկե այդ հատկապես իհարկե երկվորյակները, այդ սկզբի երկվորյակները, հա, մայիսյան երկվորյակները ավելի լավ կզգան Ուրանի ազդեցությունը, բայց այդ 7 տարիների ընթացքում ընդհանրապես բոլոր երկվորյակները, բոլոր կենդանակերպերը իրենց մաշկի վրա շատ լավ կզգան։ Նո բարձրագույն տեխնոլոգիաները հասնելու են իրենց զարգացման, չգիտեմ, ինչ որ նոր աներևակայելի մակարդակի։ Շատ կարևոր է, որ Ուրանի տարանցումը երկվորյակներով նշանակում է արհեստական բանականության ներդրում մարդկային կյանքի բոլոր ոլորտներում, այսինքն արդեն բազմաթիվ մասնագիտություններ, դա մինչև 2030 թիվն է լինելու, շատ բազմաթիվ մասնագիտություններ այլևս կորցնելու են իրենց նշանակությունը սպասարկման ոլորտում, չգիտեմ, նաև ծրագրավորման որոշ ոլորտներում, որովհետև նաև արհեստական բանականությունը արդեն ինքնուրույն ինքնաբերաբար այդ ծրագրավորումը կարողանա անել։ Բարձրագույն մակարդակի եւ նոր մակարդակի հասնելու ուղևորափոխադրումների համակարգը թե տրանսպորտային ուղևորափոխադրումները, թե օդով թե ցամաքով, թե օդով ուղևորափոխադրումները, հատկապես օդային տրանսպորտը շատ բարձր մակարդակի հասնելու եւ թռչող այդ մեքենաների, հա, այդ ֆուտուրիստական պատկերները, որը հիմա արդեն այդպիսի տեղեկություններ կան, որ Չինաստանում արդեն իսկ դա արտադրվել է այդ մեքենաները, արդեն կան, այս 7 մոտակա 7 տարիների ընթացքում դա համաշխարհային տրենդ է դառնալու։ Ես իհարկե առանձին վիդեո կնվիրեմ, որովհետև Ուրանի այդ տարանցումը 7 տարիների ընթացքում բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում, բայց ամեն դեպքում բարձ զարգացումներ են սպասվում, ավերիչ զարգացումներ են սպասվում եւ այդ եղանակային անոմալիաները, որը դիտվեցին Հայաստանում, սիրելիներս, այսինքն պատահողները, այդ մրիկները, այդ վիշապի քամին, որ ասում են, դա նույնպես պատահական չէ, որ հենց հիմա դա տեղի ունեցավ, որովհետև հենց
երկորակները օդի նշան է եւ անկայուն նշան է, իսկ Ուրանը սիրում է պտտել, հա, ամեն բան այսպես խառնել, պտտել իրար, այդ պտտահում այդտեղից է առաջանում։ Վերջերս տեղի ունեցան այդ պտտահողմերը Գյումրիում, նաեւ Մապարանում։ Ես կարծում եմ այդ երևույթները շատ ավելի հաճախակի կդառնան մոտակա 7 տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհով մեկ, նաև ավիովթարներ, նաև զանազան աղետներ, բնական օդի եւ ջրի հետ կապված, արդեն պարզ է, Ուրանը մնում է Ուրան։ Եվ ինչ է սպասվում կենդանակերպերին, Ուրանի ինգրեսիայի հետ կապված երկվերակներ։ Սիրելի խոյր, 7 տարիների ընթացքում ձեզ սպասում, մոտակա 7 տարիների ընթացքում ձեզ սպասում են նոր ծանոթություններ, նոր հետաքրքիր ուսում, շատ ցանկալի է արդիականացնել ձեր կապի միջոցները, ձեր հեռախոսը, պլանշետը, համակարգիչը, բոլոր գadgetները, այդ խելացի տուն հասկացողությունը իմիջիալոց խոյերը, եթե խելացի լինեն եւ ինձ լսեն, լավ կանեն, որ ներդնեն իրենց կյանքում։ Նոր կրթություն, այսինքն հնարավոր է ստանաք նոր ավելի ժամանակակից արդիական կրթություն, որը կօգնի ձեզ ավելի բարձրացնել ձեր եկամուտները։ Եվ հաճախակի ճամփորդություններ, ուսում եւ հաճախակի ճամփորդություններ 7 տարիների ընթացքում հաստատ է սպասվում խոյերին։ Սիրելի ցուլեր, Ուրանը մուտք գործելով երկորակներ հայտնում է ձեր երկրորդ աստղատանը, որը նշանակում է անհասկանալի եւ բարդ զարգացումներ, անսպասելի զարգացումներ ֆինանսական ոլորտում, բայց Ուրանը տալիս է նաեւ հնարավորություններ ցուլերին, այսինքն հնարավորություն աշխատել բավականին բարձր գումարներ։ Ուրանը անսպասելի կարող է ձեր կարողությունները նյութակից թռցնել երկինք, բայց միաժամանակ նույն ձևի նաև իջացնել հատակից ներքև։ Դա իհարկե արդեն պետք է դուք սովորեք, այդ հմտությունները ձեռք բերեք, արդիականացնեք ձեր եկամուտների պահման ձև, այսինքն հիմնական էլեկտրոնային ձևերով պահեք, էլեկտրոնային եկամուտներ ստանալու այդ եղանակները ուսումնասիրեք եւ դրանով ավելի շատ գումար կաշխատեք։ Սիրելի երկորակներ, իհարկե դուք այսպես ասած Ուրանի ուշադրության կենտրոնում եք լինելու այս 7 տարիների ընթացքում, անսպասելի զարգացումներ են սպասվում երկորակներին իրենց կյանքի բոլոր ոլորտներում։ Եք որ նաև մեր վարչապետն է երկորակ եւ ես հույսով եմ, որ վերջապես նա կլքի Հայաստան, վերջապես կազատվի մեր երկիրը իրենից։ Դա մնա հին ժամանակ, հին դարերում երկորակները համարվում էր Հայաստանի աստղային դաշտը, այժմ Ամերիկայի, ԱՄՆ-ի աստղային դաշտն է երկորակները, իսկ հին դարերում համարվում էր Հայաստանին, այսինքն սա նշանակում է, որ եւ Ամերիկան եւ Հայաստանին ԱՄՆ-ին եւ Հայաստանին սպասվում են անկանխատեսելի զարգացումներ եւ փոփոխություններ։ Դե ես հույսով եմ դեպի լավը կլինի եւ այդ երկորակը մեր, Նիկոլ Փաշինյանը վերջապես իր բնակության վայրը կփոխի եւ կամ կլքի երկիրը կամ կտեղափոխվի արդեն ուրիշ պահման վայր։ Իսկապես երկորակներին սպասում են փոփոխություններ բոլոր ոլորտներում, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, բնակության վայր կլինի, աշխատանք կլինի, ընտանիք կլինի, անձնական ոլորտ կլինի, գործնական ոլորտ կլինի, բոլոր ոլորտներում հնարավոր են այսպես 180 աստիճան տակնուրա փոփոխություններ, այնպես որ մինչ դա ցլերին էր վերաբերում, հիմա երկորակների ջանին է անցել Ուրան, այնպես որ նկատի ունեցեք, որ կարճելը հնից, դրանք արդեն հարաբերությունները իրենց դարն ապրել են, օրինակ, արդեն չեք կարողանում դուք պահպանել այդ հարաբերությունը, պետք չէ կարճել այդ հարաբերություններից անպայման ամուսնացած մնալ, կամ դուք արդեն հասկանում եք, որ այդ աշխատավայրում այլևս սպառված է ձեր համար բոլոր զարգացման հնարավորությունները, պետք չէ կարճած մնալ այդ աշխատատեղին, այսինքն պետք է գնալ այդ փոփոխությունների, որպեսզի Ուրանը ձեզ չվնասի, որովհետև եթե դուք ձեր բարի հոժար կամքով չհամաձայնվեք գնալ այդ փոփոխությունների, ապա Ուրանը ձեզ այսպես
մազերից կբռնի եւ ցավագին կլինեն այդ փոփոխությունները։ Այդ փոփոխությունները այնուամենայնիվ անպայման լինելու են, անկախ նրանից ցանկանում եք, չենք ցանկանում, բարձրագույն մոլորակները այնպես են ազդում սիրելի բարեկամներ, դա բազմից են բացատրել, որ դա մեր կամքից անկախ է շատ դեպքերում, եւ որովհետեւ մենք կարողանանք կառավարել այդ անկառավարելի հզոր կոսմիկական էներգիաները, դա մենք պետք է գնանք այնուամենայնիվ այդ փոփոխության ռիսկերի գնանք, որ ասում է ով ռիսկի չի գնում, հա, նա շամպան չի խմում, այ դա երկվորակների կարգախոսն է լինելու մոտակա 7 տարիների համար։ Խեցգետինների մոտ բարձրջան է սկսվում իհարկե հուլիսի 7-ից հետո, խեցգետինները այս մեկ տարվա ընթացքում մինչև 26 թվականի հունիսի 30-ը չեն զգա այդ բարդությունը, բայց հունիսի 30-ից հետո 26 թվականի անպայման սիրելի խեցգետիններ դուք զգալու եք այդ բարդությունները, խնդիրներ են առաջանալու, գաղտնի թշնամիներ, գաղտնի հիվանդություններ, անհասկանալի բնույթի հիվանդություններ, անհասկանալի ինչ որ sense պոլտերգեստի երևույթների հետ կարող է բախվեք կամ թուղթուգրի ջրազդեցությունների հետ կարող է բախվեք, անհասկանալի, անընկալելի, անըմբռնելի, 12-րդն է նաև ոչ միայն գաղտնի թշնամիների, այլ առհասարակ անհասկանալի երևույթների, նաև սևմոգության տոնն է 12-րդը։ Ոնց որ զգուշ եղեք, որտեվ 7 տարի շարունակ Ուրանը այսպես տակից քանդելու, հնարավոր է դուք միանգամից այդ ամենը չզգաք ձեր կյանքում, բայց աստիճանով դա արդեն մյուս տարվա կեսերից դուք կզգաք Ուրանի ազդեցությունը։ Առյուծների համար լավ ժամանակ է գալիս, սիրելի առյուծներ, ձեզ մոտ Ուրանը մոտ գործներով երկվորյակներ հայտնում է 11-րդ աստղատանը, որը նշանակում է, որ կկատարվեն ձեր ամենաներևակայելի երազանքներն ու ցանկությունները։ Անձնական կյանքի դրական փոփոխություն, այսինքն եթե մեկ անգամ արդեն հիասթափված եք, արդեն այսպես ասած բաժանվել եք մեկ անգամ, ապա երկրորդ, երրորդ փորձը լավ կլինի։ Ձեր երեխաները հնարավոր է որոշեն լքել երկիրը, տեղափոխվել բնակության, մշտական բնակության այլ երկիր եւ այլն, այսինքն այս նաեւ on-line բիզնեսում, եթե չունեք on-line բիզնես սիրելի առյուծներ, ապա շատ լավ միտք է սկսել այդ on-line բիզնեսը եւ հենց դա անել արդեն այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկզբից, ու ավելի լավ կլինի իհարկե Յուպիտերը մոտ գործի արդեն դա հուլիսի 30-ից հետո 26 թվականի եւ Յուպիտերը մոտ գործի ձեր կենթանակետ մեծարչանկության մոլորակ Յուպիտերը, այդ ժամանակ իհարկե այդ on-line բիզնեսը ավելի շահավետ կլինի ձեզ համար, սիրելի առյուծիկներ, սիրելի կույսիկներ, ձեզ մոտ Ուրանը մոտ գործելով երկորակներ հայտնում է 10-րդ աստղատանը, 10-րդ աստղատունը նշանակում է, որ 7 տարի շարունակ ձեր մոտ լինելու են մեծ փոփոխություններ աշխատանքային ոլորտում, գործնական ոլորտում, պաշտոնի հետ կապված, ձեր սոցիալական կարգավիճակի հետ կապված, ամուսնություն, ամուսնալուծություն, մշտապես աշխատավայրի փոփոխություն, ինչքան ես այսպես իմ պրակտիկայից կարող եմ ասել, դες մշտապես աշխատավայրի փոփոխություններ է, դա անհասկանալի։ Հաջորդը կշերքների համար իհարկե լավ է ճամփորդություն, դե Ուրանը մոտ գործելով երկվորյակներ հայտնում էին 9-րդ տանը 7 տարի շարունակ, որ աներևակայելի ճամփորդություններ, հեռավոր երկրներում հնարավոր է սիրային կապեր, նաև ամուսնություն կամ մշտական բնակություն հեռավոր երկրում, սիրելի կշերքներ։ Կարիճների մոտ Ուրանը ուշադրությունը սևեռելու է կարիճների անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերին, վարկեր, պարտքեր, ցանկալի իհարկե չունենալ մեծ վարկեր, պարտքեր, բայց այդ անսպասելի կերպով կարող է Ուրանը այսպես ստիպել ձեզ, որ դուք այդ մեծ վարկերն ու պարտքերը վերցնեք, բայց իհարկե ցանկալի չի։ 8-րդ տունը անսպասելի զարգացումների, էքստրեմալ իրավիճակների տուն է, սիրելի կարիճներ, նաև պետք է զգուշ լինել ճանապարհներին, բարենպաստ է անշարժ գույքի ձեռքբերում, տան ձեռքբերում, խելացի տան ձեռքբերում, այսինքն ինչ որ նորարարական տեխնոլոգիաներով դուք վերանորոգում անցկացնեք կամ այդպիսի տուն ստեղծեք նորարարական ինչ որ տեխնոլոգիաներով լինի, դա Ուրանին շատ կուրախացնի։ Բայց ամեն դեպքում նաև բարդ շրջան է այս 7 տարիները, նաև
պետք է ուշադրություն դարձնել այդ թվում նաև առողջությանը ձեր եւ ձեր զուգընկերոջ սիրելի կարիճներ։ Աղեղնավորների մոտ Ուրանը մոտ գործելով երկվրակներ հայտնում է 7-րդ տանը, որը անընդհատ փոփոխություններ եւ ինչ-որ անսպասելի զարգացումների է բերելու հատկապես անձնական ոլորտում, նաեւ գործնական ոլորտում, գործընկերության եւ անձնական ոլորտում։ Խնդիրներ կարող է առաջացնել ձեր միջավայրի հետ։ Ուրանը 7-րդ տանը առհասարակ միջավայրի հետ է, որտեղ 7-րդ տունը դա այն մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են։ Այսինքն հնարավոր է անսպասելի ձևով դուք այսպես որոշում կայացնեք, ինչ-ինչ իրադարձություններ տեղի ունեն եւ անսպասելի ձևով դուք որոշեք, որ այլևս այս մարդկանց հետ դուք չեք շփվելու եւ չեք ցանկանում լինել նրանց այսպես միջավայրի մասը, որտեղ Ուրանը շատ անսպասելի այդ որոշումը կարող է դուք կայացնեք, ինչ որպեսզի իրադարձություն լինի, որ դուք ուղղակի այսպես ինսայթի պես ձեր գլխի մեջ այդ միտքը մտնի ու դուք այլևս չշփվեք այդ մարդկանց հետ, նրանք խանգարում են ձեզ, նրանք հետ են մղում ձեր զարգացումը։ Բաժանություններ անսպասելի ամուսնություններ, անսպասելի ինչ-որ գործնական ոլորտում փոփոխություններ, գործընկերների հետ խնդիրներ, դատական գործընթացներ, մի խոսքով Ուրանը բոլոր կենդանակերպերի տակը փորելու է երկվրակներում, ընդհանրապես ինֆորմացիոն պատերազմների լավագույն վարպետն է Ուրանը երկվրակում եւ օդային պատերազմների, այսինքն եւ երկիր այդ պատերազմը եւ մարդկային անհատական ոլորտում նույնպես, այսինքն այդ ինֆորմացիոն պատերազմը ինչ որ կեղծ լուրեր կարող է տարածվեն, ինչ որ կամ չգիտեմ բամբասանքներ կարող է տարածվեն, աղեղնավորներին հատկապես դա բոլորին է վերաբերում, հատկապես նաև աղեղնավորներին է վերաբերվում։ Այդ եղջյուրների մոտ 6-րդ տանն է հայտնվում Ուրանը 7 տարվա կտրվածքով 6-րդ տունը կապված է աշխատանքի հետ, այսինքն աշխատանքի անընդհատ փոփոխություններ, պարտականությունների փոփոխություններ, հնարավոր է նաև ինչ որ եթե դուք ունեք հիվանդություն, որտեղ 6-րդ տունը նաև առողջության հիվանդությունների տուն, եթե դուք հիվանդություն ունեք, ապա նորարարական մեթոդներով այդ հիվանդությունը կարելի է բուժել։ Ջրհոսների համար անսպասելի սեր է խոստանում 7 տարիների ընթացքում սիրային կյանքը ջրհոսների sense տակնու վրա է լինելու անսպասելի սեր, անսպասելի հղիություն, այդ ոչ գրանցված այդ ամուսնություններ եւ տեղից հղիություն, այսպիսի զարգացումներ են հնարավոր։ Ստեղծագործող մարդկանց համար ջրհոսների համար շատ բարենպաստ է Ուրանը 5-րդ տանը, հատկապես օրինակ եթե դուք բարձրագույն տեխնոլոգիաներով եք զբաղվում, չգիտեմ ինչ որ ծրագրավորմամբ եք զբաղվում, դիզայնով եք զբաղվում, շատ լավ է։ Եվ ձկնիկներ, սիրելի ձկնիկներ, Ուրանը մոտ գործելով երկվրակներ հայտնում է ձեր 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատունը դա տուն, ընտանիք, հայրենիք, այսինքն ինչ որ անսպասելի որոշումներ կարող ընդունեք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված, այս 7 տարիների ընթացքում խոսքը միայն այս տարվա, այս հուլիսի մասին չընդհանրապես։ Հնարավոր է որոշեք արտագաղթել երկրից կամ փոխել ձեր տունը, խելացի տուն, ավելի, եթե չեք ցանկանում փոխել ձեր բնակության վայրը, կարող եք վերանորոգել ձեր բնակարանը եւ խելացի տուն ստեղծել կամ նորացնել, նորոգել, թարմացնել ձեր կենցաղային տեխնիկան, որ ասենք կառավարվի օրինակ համակարգչի միջոցով լվացքի մեքենա կամ այսպես ինչ որ ավելի կամ արհեստական բանականությանը դա ավելի հետաքրքիր կլինի։ Ես իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ առանձին վիդեոյով, սիրելի բարեկամներ, իսկ այժմ շարունակենք։ Բավականին հարուստ է հուլիսը աստղաբանական իրադարձություններով, այնպես որ զինվեք համբերությամբ։ Հուլիսի 11-ին 0:36 րոպեին Երևանի ժամանակով տեղի կունենա հուլիսյան լիալուսինը։ 18 աստիճան այդ եղջյուրում եւ դա ավերիչ աստիճան է, որ իհարկե շատ անբարենպաստ է այս վերջին զարգացումների հետ կապված Իսրայելի եւ Պարսկաստանի միջև այդ բախումը ինձ թվում է շատ ավելի լուրջ փուլի մեջ կմտնի։
իհարկե լիալուսինը հստակեցնում է ձեր ուշադրությունն է հրավիրում կոնկրետ այն կյանքի ոլորտի վրա, որտեղ նա ձեր աստղային քարտեզում տեղի է ունենում, եւ իհարկե հատկապես կազդի այդ եղջյուրների վրա, այն այդ եղջյուրների վրա, ովքեր ծնվել են հունվարի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում, բայց նաև մյուս կենդանակերպերի վրա նույնպես կազդի, օրինակ խոյերի դեպքում ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք ձեր գործնական ոլորտի վրա եւ հասարակական կարգավիճակի վրա։ Հնարավոր է ինչ-որ գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն ստանաք սիրելի խոյեր հուլիսի 11-ից հետո։ Ցուլերի դեպքում կապված կլինի այդ լիալուսինը ճամփորդությունների հետ, դատավարության հետ, գաղափարախոսության հետ, այսինքն այդ ոլորտների վրա պետք է դարձնեք ուշադրություն։ Երկորյակների համար բարդ իրավիճակ է, որովհետև այդ լիալուսինը տեղի ունենում ձեր 8-րդ աստղատանը, սիրելի երկորյակներ, զգուշացեք ճանապարհներին, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Խեցգետինների համար նույնպես բարդ է, որտեղ 7-րդ աստղատանն է տեղի ունենում, որը կենտրոնացնում է սիրելի խեցգետիններ ձեր ուշադրությունը անձնական եւ գործնական կյանքի վրա։ Առյուծների մոտ գործնական հիմնականում է առողջության խնդիրների վրա է կենտրոնացնելու ձեր ուշադրությունը, հույսերի համար սիրային ոլորտն է բավականին ակտիվանալու հուլիսի 11-ից հետո, կշերքների մոտ ավելի տան ընտանիքի ծնողների հետ կապված ոլորտն է ակտիվանալու, կարիճների մոտ ճամփորդություններն են շատանալու, կարճ ճանապարհներ, նաև շարժական գույքի հետ կապված հարցերն են կարգավորվելու, իսկ աղեղնավորների համար փողաբեր է այս լիալուսինը լինելու եւ արդեն ասացինք այդ եղջյուրների համար, այդ եղջյուրները պետք է իրենց կյանքի բոլոր ոլորտների վրա ուշադրություն դարձնեն, ինչպես գործնական, այնպես էլ անձնական, իրենց արտաքին տեսքի վրա, հմայքը, գեղեցկությունը կընդգծվի։ Ջրհոսների համար մի քիչ բարդ է այս լիալուսինը, որովհետև կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի ջրհոսներ։ Իսկ ձկնիկների համար դա երազանքների իրագործում է բերելու, ինչ որ եթե չափահաս մեծ երեխաներ ունեք, նրանց մոտ կլինեն սիրային արկածներ եւ բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար, եթե զբաղվում եք on-line բիզնեսով, ընդհանրապես լավ է զբաղվել on-line բիզնեսով, հիմա դեռ Ուրանը երբ մուտք գործի երկորակներ, դա կնպաստի հենց այդ ոլորտի զարգացման, հենց on-line գնումներ, եթե դուք ունեք ֆիզիկական խանութ, դա արդեն բավարար չէ, որպեսզի ունենաք լավ եկամուտ եւ ֆինանսական հաջողություն։ Հուլիսի ընթացքում երկու մորակներ ծանր դառնալու են հետընթաց։ Հուլիսի 13-ին Երևանի ժամանակով 8:06 րոպեին Սատուրն է դառնում հետընթաց, չարաբաստիկ Սատուրնը, գիտեք, որ մայիսի 25-ից արդեն մուտք է գործել խոյ կենդանակերպ, ձկներից պրծանք, հիմա խոյերի բգից է բռնել, դե Սատուրնը սահմանափակող մոլորակ է բառից բուն իմաստով, բռնել է բգից։ Դե Սատուրնը խիստ քննադատ է եւ քննություն է վերցնում, այսինքն նա ստուգում է ինչքանով դուք ձեր գործունեությունը համապատասխանում է ձեր կարմիկական ծրագրին, այսինքն ինչքանով եք դուք ռեալիզացնում ձեր առաքելությունը այս կյանքում։ Սատուրնը կարճ ժամանակով կրկին մտնելու է այս տարի ձկներ, դա կլինի սեպտեմբերի 1-ից, մի փոքր ձկներին շարունակաբար կխեղդի, բայց նոյեմբերի 28-ից կանգ է առնելու եւ արդեն 26 թվականի սկզբից կրկին մշտապես արդեն 2 տարով մուտք կգործի խոյ կենդանակերպ։ Այստեղ նույնպես ինչով է վտանգավոր հուլիսը, որ հուլիսի ընթացքում 3 մորակ դառնում են հետընթաց, դա Նեպտունն է հունիսի 5-ին, հուլիսի 5-ին Նեպտունն է, հուլիսի 13-ին Սատուրնն է եւ հուլիսի 18-ին Մերկուրին է։ Այսինքն հնարավոր է կրկնվեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել արդեն այն ժամանակ, որ այդ մորակները նոր են մուտք գործել, այսինքն կրկնվի մարտ, ապրիլ եւ մայիսի իրադարձությունները ձեր կյանքում։ Ուշադիր եղեք, տեսնեք, որ հիմնականում կազդի այն խոյերի վրա այս հետընթաց Սատուրնը, որոնք որ ծնվել են մարտի 21, 22, 23 այդ ժամանակահատվածում հատկապես, բայց մյուս տարի բոլոր խոյերի վրա կազդի այս
Սատուրնը, հա։ Սիրելիներս, Մերկուրին դառնում է հետընթաց։ Հուլիսի 18-ին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 8:45 րոպեին կապ եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին դառնում է հետընթաց 15 աստիճան առյուծ կենթանակերպում եւ իր հետընթաց շարժը կշարունակվի մինչև օգոստոսի 11-11:29 րոպեին Մերկուրին կանգ է առնելու 7 աստիճան առյուծում, հատկապես հենց այդ ժամանակահատվածի առյուծները կզգան հետընթաց Մերկուրիի ազդեցությունը։ Իսկ ստվերային գոտուց, սիրելի բարեկամներ, Մերկուրին դուրս կգա միայն օգոստոսի 25-ին եւ սեպտեմբերի 2-ին մուտք կգործի կույս կենթանակեր, որտեղ նա իշխում։ Իհարկե Մերկուրին առյուծում ինչ է խորհրդանշում մեզ մոտ, որտեղ է իմ մեծ բաժինը, համեստորեն հետաքրքրվեց առյուծը, այսինքն բացասական իմաստով դա ծավալապաշտական ինչ որ ձգտումներ է առաջացնում, ինչպես երկրների գերտերությունների մոտ, այնպես էլ հասարակ մարդկանց մոտ, այսինքն տիրելու ունենալու այդ մոլուցքը, հա, ինքը ընդգծում է եւ ավելի ուռճացնում է, նաեւ ուռճացնելու է մեծ ամտությունը, ընդհանրապես Մերկուրին առյուծ կենթանակերպում տալիս է մեծ ամտություն, որ ես միակը ճիշտն եմ, դուք բոլորը սխալ եք, դուք ոչինչ չգիտեք, մենակ ես գիտեմ, այդ դա առյուծը Մերկուրին առյուծում, բայց ես պետք է ասեմ, որ նաև դրական իմաստ կա, որովհետև Մերկուրին առյուծում խթանում է ստեղծագործական ընդունակությունները, ձեր լեզուները սովորելու ընդունակությունները, բայց քան որ հետընթաց է, այնուամենայնիվ պետք է խոստովանել ավելի շատ ստեղծագ, եթե դուք ինչ-որ ստեղծագործական ծրագիր եք սկսել եւ չեք կարողանում ավարտել, ապա այս ժամանակահատված, այսինքն հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը շատ բարենպաստ է հենց այդ ծրագիրը ակտիվ իրականացնելու համար։ Ու հատկապես որ առյուծների վրա կազդի այս Մերկուրին, այժմ ես 1 վայրկյան ես դա նայեմ, ես դա այսպես այդքան էլ չեմ նայել ցավալիորեն, չեմ հասցրել, այժմ լրացնենք բացը, տեսնենք, օգոստոսին ծնված, հա, ավելի շատ, օգոստոսին ծնված առյուծիկների վրա, հա, դաժե լիսի վերջ եւ օգոստոսի սկիզբ, Ուրեմն այս Մերկուրին հատկապես կազդի այն առյուծների վրա, ովքեր ծնվել են հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9, այսինքն նրանք առավելապես կզգան հետընթաց Մերկուրիի բոլոր հաճույքները, բազմից անդրադարձել եմ, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակ, չի կարելի նոր գործեր սկսել, նոր բիզնես սկսել, մեծ վարկեր վերցնել, պարտքեր վերցնել, չի կարելի անցնել լուրջ բժշկական հետազոտություններ, չի կարելի լուրջ վիրահատություններ անել, ցանկալի չէ վերանորոգում անել, ընդհանրապես նոր ցանկացած գործ ցանկալի չէ սկսել եւ անել, ցանկալի չէ նաեւ մեկնել հանգստի անծանոթ վայրեր, ես խորհուրդ չեմ տալիս, սիրելի բարեկամներ, ընդհանրապես ցանկալի չէ, եւ կարող եք լսել, կարող եք չլսել, եթե մարդիկ կան արդեն տոմսերը ունեն գնված, ես բան չունեմ ասելու, բայց օգոստոսի հուլիսի 18-ից եւ հատկապես հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 11-ը այդ ժամանակահատվածը խիստ անբարենպաստ է ինչ որ այդպիսի ճամփորդությունների համար, հնարավոր են ռեյսերի ուշացում, հնարավոր ընդհանրապես օդային տարածքները որոշ երկրների փակ լինեն, հնարավոր են բնական աղետներ այդ ժամանակահատվածում հուլիսի, հնարավոր են բնական աղետների ակտիվացում, այդ պտտահողմեր, ջրհեղեղներ, եւ այլն, բնական կամ մարդածին բնույթի աղետների հավանականությունը բարձրանում է։ Այդ իսկ պատճառով հատկապես հենց այդ
նու հատկապես առույցներին ես խորհուրդ չէի տա, իհարկե այս հետընթաց Մերկուրին կազդի նաև բոլոր կենդանակերպերի վրա եւ խեցգետինների վրա ֆինանսական ինչ-որ խնդիրներ կարող է ունենալ եւ առույցների եւ կարիճների վրա գործնական ոլորտի խնդիրներ կարող է ունենալ եւ ձկների վրա, դե ձկների վրա այդ արդեն ձկները առողջական խնդիրներ կարող է ունենան, բացասական կազդի հատկապես այդ ջրային կենդանակերպերի վրա, հրեղեն կենդանակերպերի վրա բարեխառն է, բացի առյուծից, հենց ինքը առյուծը ինքը ցանկալի չէ որ առյուծները ճամփորդեն, որովհետև այդ Պլուտոնը միշտ Դամոկլյան սրի պես կախված է։ Բարեխառն է երկորյակների եւ կշերքների համար, անբարենպաստ է ջրհոսների համար այս ժամանակաշրջանը այդ ընթաց Մերկուրի, հատկապես գործնական նոր համագործակցություն սկսելու, նոր պայմանագրեր կնքելու, ահա այդ բոլոր հարցերի վերաբերյալ ցանկալի չէ ցանկացած ակտիվություն, սիրելի ջրհոսներ։ Ինչ վերաբերվում է հողային նշաններին, նու այսպես ասած միջակ է, անբարենպաստ է, ես պետք է ասեմ այդ եղջյուրների համար, հետընթաց Մերկուրին առույցում, որովհետև 8-րդ տանն է հայտնվում եւ դա կարող է հանգեցնել ինչ-որ ֆինանսական խնդիրների, վարկերի, պարտքերի մարման խնդիրներ, թեպետ այդ եղջյուրներին խորհուրդ չեմ տալիս հուլիսին եւ մինչեւ ես դաժե կասեմ մինչեւ օգոստոսի 28-ը վարկեր, պարտքեր մեծ, այդպես ցանկալի չվերցնել։ Հետո խնդիրներ եք ունենալու, ցուլերի համար խնդիրներ կառաջանան անշարժ գույքի հետ կապված, իրենց տան հետ կապված, արքուվաճառքի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, ընդհանրապես նաև հետընթաց Մերկուրին ուշացնում է ցանկացած փաստաթղթային հարցի լուծում, օրինականացում կամ ընդհանրապես այդ գործարքների իրագործում, դրամական փոխանցումներ, բոլորը այդ ամենը ուշանալու են սիրելիներս, պես որ զգուշ եղեք եւ այդ հետընթաց Մերկուրիի ծուղակը մի ընկեք, այլ ավարտին հասցրեք, ավելի լավ է ձեր նախկինում սկսված գործերը։ Վերադառնալ Հայաստան իմջալոց կարելի է սիրելիներս, որովհետև դուք չէ որ դուք մեկնել եք Հայաստանից, դուք վերադառնում եք Հայաստան, ուրեմն դուք մեկնել եք Հայաստանից, այսինքն Հայաստանը ձեզ ծանոթ վայր է կամ ձեր ծննդավայրն է կամ խոսքով արդեն դուք այստեղ եղել եք։ Կարելի է գնալ այնտեղ, որտեղ դուք արդեն իսկ եղել եք, չի կարելի գնալ այնտեղ, որտեղ դուք ընդհանրապես չեք եղել, անծանոթ վայրեր, անծանոթ երկրներ, որտեղ այնտեղ այդ հուլիսի վերջում հնարավոր են զանազան աղետներ, վտահողմեր, դե Ուրանը մուտք է գործում երկորյակներ, արդեն ես նշեցի, որ բարդ է լինելու։ Եվ հատկապես լարված է հուլիսի երկրորդ կեսը եւ հատկապես հուլիսի 22-ից հետո, որտեվ 17-29 րոպե Արեգակը մուտք է գործում առյուծ, սիրելիներս, ես շնորհավորում եմ սրտանց բոլոր առյուծներին, մաղթում եմ նրանց քաջառողջություն, ամենայն բարիք եւ հաջողություններ, բայց սիրելիներս, չմոռանանք, որ Պլուտոնը Դամոկլյան սրի պես կախված է ջրհոսում եւ անմիջապես հարվածում է այդ Արեգակին առյուծ կենդանակերպում, այսինքն եթե դուք ծնվել եք հատկապես այսպես հուլիսի 22-ից 25-26 ընկած ժամանակահատվածում, ապա ամբողջ գալիք տարվա ընթացքում բավականին բարդ զարգացումներ են ձեզ սպասվում, անսպասելի զարգացումներ, թշնամություն, բաց թշնամիների ակտիվացում, դատական գործընթացներ են հնարավոր, պես որ զգուշ եղեք, որտեղ միանգամից մտնելով առյուծ Պլուտոնը սկսում է, հենց Արեգակը մուտք է գործում առյուծ, սկսում է Պլուտոնը հարվածել Արեգակին եւ այդ ժամանակ իհարկե հնարավոր է նաեւ այդ ռազմաքաղաքական իրավիճակի շեշտակի լարվածություն, բախումներ, նոր լարվածության օջախների ձևավորում, ընդհանրապես ես ձեզ ասեմ, որ բազմից եմ ասել, որ օգոստոսին հատկապես այդ հոգևոր ուժերը նրանք մեկնում են արձակուրդ եւ
հրեշտակները, պահապան եւ այլն, եւ մարդ մնում է անպաշտպան շատ դեպքերում, այդ իսկ պատճառով հենց օգոստոսի ընթացքում, թապես հուլիսի վերջ եւ օգոստոս ակտիվանում են այդ չար ուժերը եւ նրանց հարձակումները տարբեր պատերազմներ կլինի, ռազմաքաղաքական լարվածություն կլինի, աղետներ կլինեն, պատահական չէ, որ ըստ էության ԽՍՀՄ փլուզվեց հենց օգոստոսին, 91 թվականի վերջնականորեն այդ փլուզումը տեղ ունեցավ եւ այդ շքերթը անկախությունների հենց նույնպես օգոստոսին տեղ ունեցավ եւ շատ հետաքրքիր է որ Ուկրաինան, որը ստեղծվել է օգոստոսի 24-ին 91 թվականի այդ բախման օրն է հենց ստեղծվել ու ամենավատ օրն են ընտրել այդ երկրի անկախությունը հռչակելու համար իհարկե դրա մասին առանձին կխոսենք օգոստոսին բայց ամեն դեպքում արդեն հուլիսի վերջից այդ տենդենսը մենք ունենալու ենք Արեգակա առյուծ կենթանակերպում կմնա մինչև օգոստոսի 23-ը սիրելի բարեկամներ, իսկ օգոստոսի հուլիսի 24-ին Երևանի ժամանակով 23-ին տեղի կունենա դժնդակ հուլիսյան նորալուսինը 2 աստիճան առյուծ կենթանակերպում, այսինքն այդ արեգակը եւ լուսին, այդ նորալուսինը, որը ներկայացնում արեգակի եւ լուսնի միությունը դիմակայելու է Պլուտոնին։ Սա շատ լարված ժամանակահատվածի սկիզբ է լինելու կամ շարունակությունն է լինելու այդ հուլիսի երկրորդ կեսը, հուլիսի 15-ից հետո արդեն հատկապես 18-ից հետո այդ լարվածությունը շեշտակի աճելու, եթե մինչև հուլիսի 15-ը բարեխառն ժամանակահատվածը մեր համար, ապա հուլիսի արդեն 18-ից հետո շատ բարդ շրջան է սկսվում։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, նաև ինչն է այստեղ բարդությունը, հուլիսյան այդ բարդությունը նաև կայանում է նրանում, որ մեկ վայրկյան ես սա ամրացնեմ, որ չանջատվի, այստեղ բարդությունը կայանում է նրանում այդ նորալուսնի, որ բավականին լարված մուրակային փոխհարաբերությունների ֆոնին են թանում, լուսինը միանում է արևին, դիմակայում է Պլուտոնին, նախ դա, ուրեմն 23-ին, ժամը 23-ին, երեկոյան էլ է, գիշերն է լինելու, եւ միաժամանակ մի շարք լարվածություններ, մենք տեսնում ենք նաև Մարսը շարունակաբար գտնվելու է հույս կենթանակերպում, դեպ հունիսի 17-ից Մարս արդեն մուտք է գործել հույս եւ այդտեղ կմնա մինչեւ օգոստոսի 7-ը։ Մարսը գտնվում է հարավային լուսնային հանգույցի հետ միացած այդ ժամանակ 21 աստիճան հույսում է լինելու, որը մարդասպանի աստիճան, նույնպես շատ լարված է։ Հատկապես այդ Իսրայելի եւ Իրանի միջև այդ հակամարտությունը բավականին բարձ զարգացման փուլի մեջ է մտնելու։ Եվ միաժամանակ Վեներան գետը գտնվում է ընթացքում նաև երկրորակներում, ջալոտ 22 աստիճան, ինքնասպանության ինքնաոչնչացման աստիճանում 22 աստիճան երկրորակներում եւ քառակուսի է ձևավորում Մարսի հետ, որը վատ է միջանձնային հարաբերությունների համար, վատ է ցանկալի չեն այդ ժամանակ ամուսնությունները, որտեվ հետագայում կոնֆլիկտներ եք ունենալու, բաժանություն է լինելու, եթե դուք այդ ժամանակ ամուսնանաք այդ հուլիսի վերջ, հատկապես 24-22-ից հետո 22-23-24 այդ ընթացքում շատ անբարենպաստ է։ Մերկուրին նաև հետընթաց այդ իմջալոց այդ ցանկալի չամուսնությունը հետընթաց Մերկուրի ժամանակ նույնպես դա անբարենպաստ է։ Բարենպաստ է Մերկուրին հետընթաց, եթե ձեր անհատական քարտեզում, այսինքն ձեր նատալ քարտեզում այդ բանը, երբ որ դուք ծնվել եք, Մերկուրին հենց հետընթաց է։ Այդ դեպքում այդ ժամանակահատվածը Նիկոլ Փաշինյանի մոտ հետընթաց է, այսինքն լավ է գործերը բոլոր ինչ որ պետք է հանձնելու է կամ հենց այդ ժամանակ հնարավոր է հենց հանձնի այս հավանական։ Եվ Մերկուրին սև լուսնի հետ է քառակուսու մեջ, հիշեցնեմ, որ սև լուսինը շարունակաբար գտնվում է կարիճ կենթանակերպում, բոլոր կարիճներին զգուշացնում եմ։ Ամեն տեսակ մանր, այսպես ասած, չար զարգացումներ, մանր չարիքներ, սպակստի։
Եվ Մերկուրին քառակուսի կկազմի սև լուսնի հետ, որը սիրելիներս ստոշնի հստակ քառակուսի է կազմում, մարդասպանի աստիճանում է հայտնվում Մերկուրին, հենց այդ օրը հուլիսի 24-ը շատ ինչ-որ տանգավոր օր է։ Ինքը 13 աստիճան առուց մարդասպանի աստիճանում եւ սև լուսնի հետ հստակ քառակուսի, այսինքն հնարավոր է ամեն տեսակ դեզինֆորմացիայի տարածում, հնարավոր է ինչ-որ սադրանքներ, ոչ այնքան անգամ ռազմական ինչ-որ բախումներ, այլ հենց դրա մասին կեղծ տեղեկատվություն, կեղծ ինչ-որ լուրեր, բայց Մարսը տակից իր գործը անելու է ցավալիորեն, ինչպես Մարսը այդ ժամանակ սկսում է դիմակայություն կազմել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Մարս-Մերկուրի այդ ամբողջ կույտի հետ ձկներում, որը որ նույնպես շատ վատ է եւ բացասական է ազդելու հենց այդ պետության վրա, հետագայում իհարկե վտանգված է նաև Հայաստանը, ինչու որտեղ հետագայում Մարսը միանալու է նաև Հայաստանի Հանրապետության արեգակի հետ, որը Հայաստանի 3-րդ Հանրապետության արեգակը գտնվում է 27 աստիճան կույս կենդանակերպում, գիտեք, սեպտեմբերի 21-91 թիվ, հա, այդ անկախության հանրաքվեն։ Տեսնենք երբ է Մարսը միանում Հայաստանի Հանրապետության արեգակին, հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, հա, ըստ էության օգոստոսի 2-ին, այսինքն Մարսը խորհրդանշում է զինված ակտիվություն, ռազմական գործողություններ, Մարսը խորհրդանշում է ինչ-որ ռազմական ուժեր, ընդհանրապես ուժային կենտրոնների միջամտություն եւ այդ հենց այդ ժամանակ, այդ հենց օգոստոսի 2-ին արդեն մենք տեսնում ենք, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Մարսը անցնելու Հայաստանի Հանրապետության արեգակով եւ դա մշտապես առաջացնում է թշնամու հարձակումներ, ինչ որ ակտիվություն, հնարավոր է նաեւ ռազմական գործողություններ։ Մի խոսքով ես իհարկե հուլիսի ընթացքում ավելի մանրամասն կանխատեսում կներկայացնեմ, բայց այժմ այսքանը։ Ինչ է բերելու այս նորալուսինը։ Ընդհանուր առմամբ իհարկե այս նորալուսինը հուլիսի 24-ը շատ բարենպաստ է հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների, հատկապես առյուծների համար, որովհետև առյուծները նաև այդ ժամանակ նշելու են իրենց սոլարը, այսինքն արեգակնային վերադարձ։ Եթե դուք ծնվել եք հուլիսի 22-ից 25 ընկած ժամանակահատվածում, հատկապես եթե այդ ժամանակ եք ծնվել, ուրեմն ձեր կյանքում մեծագույն փոփոխություններ են սպասվում մեկ տարվա ընթացքում, որտեղ նորալուսինը նոր թարմ դրական էներգիա է հաղորդում կոնկրետ ձեր առաջի տանը, այսինքն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, անձնական, գործնական։ Դե իհարկե առյուծներին ես հրավիրում եմ խորհրդատվության, որովհետև շատ նաև բարդ տարի է սպասում այն տեսանկյունից, որ Պլուտոնը Դամոկլյան սրի պես կախված է ձեր արեգակի եւ սոլարի լուսնի դիմաց, այդ դա բավականին բարդ մորակային դիրք է, բայց ամեն դեպքում ամեն բան կախված է ձեր անհատական հորոսկոպից, սիրելի առյուծներ, պետք է հասկանալ իրականում ինչ է տեղ ունենալու, դա կախված է ձեր մորակային դիրքերից։ Առյուծների համար, աղեղնավորների համար շատ բարենպաստ է աղեղնավորների համար, մի քիչ բարդություններ կունենան հողի նշանները, ցլերը կունենան բարդություններ ընտանիքում, այս նորալուսնի հետ կապված, այդ եղջյուրները ֆինանսական ոլորտում, բարդքեր, վարկեր, խնդրում եմ մի վերցրեք եւ նաեւ սիրելի այդ եղջյուրներ, ուշադիր եղեք ճանապարհներին։ Եվ կույսերի մոտ հնարավոր է գաղտնի թշնամիները ակտիվանան, ձեր մեջքի հետևում, կարող է հարվածան ձեզ։
բարդ իրավիճակի խոսքով հողեղեն նշանների համար։ Բարի խառն է ընդհանուր առմամբ ջրային նշանների համար, խեցգետինների համար այս նորալուսինը դրական է այն տեսանկյունից, որ ֆինանսական հաջողություն է բերելու, կարիճների համար դա գործնական ինչ-որ փոփոխություններ են դրական տեղի ունենալու, իսկ ձկների համար աշխատանքային եւ առողջության հետ կապված դրական զարգացումներ են լինելու։ Մյուսը ում բաց թողեցինք, բաց թողեցինք օդային նշան։ Օդային նշանների համար նույնպես բարի խառն է այս նորալուսինը, երկուրակները շատ անհանգստություններ են ունենալու, նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր ծանոթություններ են լինելու երկուրակների մոտ, ուրեմն նաև կշերքների մոտ նույնպես նոր ծանոթություններ, երեխաների կշերքների վրա ավելի շատ երեխաների ուղղությամբ կազդի, թե չափած երեխաներն ու հնարավոր է նրանք ուզենան ամուսնանան նշանվեն, եկամ օնլայն բիզնեսի ոլորտում դրական ազդեցություն կունենա։ Մի քիչ բարդ է ջրհոսների հարցը, որովհետև ընդհանրապես հուլիսի 22-ից հետո Արեգակը մուտք է գործում սիրելի ջրհոսներ ձեր 7-րդ աստղատունը, որը որ իհարկե նշանակում է, որ որոշակի խնդիրներ կարող են առաջանալ ձեր գործնական եւ անձնական ոլորտներում։ Բայց հատկապես չամուսնացած ջրհոսների համար լավ է, որտեղ նոր ծանոթություններ են հնարավոր, հավանական։ Նու հատկապես կազդի, թե դուք այդ հունվարին ծնված ջրհոս եք, այդ հունվարի 22-ից 25-ը ծնված եք ժամանակահատվածում, այդ դեպքում այս նորալուսինը հատկապես ձեր վրա ուժեղ կազդի, որտեղ արևը եւ լուսինը դիմանկայելու են ձեր արևին, իսկ Պլուտոնը գտնվելու է ձեր արեգակի վրա, այսինքն հնարավոր է ինչ-որ անհասկանալի պայմաններում, օրինակ, եթե դուք ամուսնացած չեք, ինչ-որ շատ բարձրաստիճան մարդու հետ դուք ծանոթանաք, ամուսնանաք, անսպասելի, նույնպես հավանական է։ Եթե ամուսնացած եք, նույնպես հնարավոր է ինչ-որ շատ կարևոր գործնական կամ անձնական բնույթի ծանոթություն լինի։ Եվ վերջապես մի քիչ հուլիսը երկար է, դիմացեք սիրելի բարեկամներ, ես Facebook-ում շարունակաբար արգելափակված եմ մնում մինչև հուլիսի վերջ, այնպես որ զրկված եմ խոսքի ազատության իրավունքից, չեմ կարող Facebook-ում եթերներ կազմակերպել, թե ցանկանում եք YouTube-ում, անպայման գրեք, արդյոք ցանկանում եք եթերները YouTube-ով եւ անպայման մենք դա կկազմակերպենք։ Եվ վերջին աստղաբանական իրադարձությունը հուլիսի Վեներա մոլորակը շատ ակտիվ է լինելու։ Վեներան հուլիսի 31-ին մուտք է գործում խեցգետին կենդանակերպ։ Իհարկե սա շատ բարենպաստ է հատկապես խեցգետինների համար, ինչու, որովհետև խեցգետնում գտնում են նաև Յուպիտերը եւ Վեներայի եւ Յուպիտերի միությունը խեցգետնում կառաջացնի շատ դրական զարգացումներ տան հետ կապված, ընտանիքի հետ կապված, երեխաների հետ կապված կամ ամուսնություն, թորնիկներ, նոր տուն, նոր հնարավորություններ, ընդհանրապես նոր սեր, եթե սեր եք փնտրում, եթե ամուսնացած չեք կամ հիասթափված եք, շատ լավ ժամանակահատված է սիրելի խեցգետիններ, ձեզ հուլիսը մեծ նվեր է անելու։ Եվ խոյերի համար այս դիրքը իհարկե Վեներան խեցգետնում նշանակում է, որ դրական զարգացումներ ընտանիքում, տանը ծնողների հետ կապված, ցուլերի մոտ դա դրական զարգացումները կապված կլինեն նոր ծանոթությունների, շարժական գույքի ձեռքբերում, նվերներ եւ այլն։ Երկորակների համար նույնպես շատ բարենպաստ է, ֆինանսական հաջողություն է բերելու Վեներան խեցգետնում։ Առույցների մոտ փոքր խեցգետիններն ասեցի, արդեն անձնական գործնական բնույթի հաջողություններ, հատկապես ընտանեկան խեցգետինը ընտանեկան նշան է եւ շատ լավ է, երբ մեծ եւ փոքր հաջողությունների մոլորակները իրանք միավորվում են։ Իրանք օգոստոսին կմիավորվեն, դա արդեն օգոստոսյան կանխատեսումներում ես ավելի մանրամասն կխոսեմ դրա մասին, բայց եւ մեծ եւ փոքր երջանկությունները հայտնվում են նույն կենդանակերպում, դա շատ բարենպաստ է։ Առույցների համար կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի առույցներ, զգուշ եղեք, կանանց
կերպարանքով հատկապես կույսերի մոտ նույնպես բարենպաստ է կանտարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկ կուրախացնեն ձեզ չափահաս երեխաները ձեր կշերքների մոտ 10-րդ տանն է, դա նշանակում է, որ գործնական ոլորտում մեծ հաջողություններ են սպասում, հնարավոր է ինչ-որ առաջարկություններ ստանաք, շատ այսպես գայթակղեցուցիչ, կարիճները պատրաստվեն ճամփորդությունների, Վեներան խեցգետնում և Յուպիտերը խեցգետնում, շատ բարենպաստ է ճամփորդությունների համար, սիրելի կարիճներ, բայց իհարկե հիշեք, որ հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը բարդ է, այսինքն այդ զարգացումները ռազմաքաղաքական նաև բնական աղետների շրջան է, մի խոսքով զերծ մնացեք, բայց հետո կարող է սիրելի աղեղնավորներ, Վեներան հայտնում է ձեր 8-րդ տանը մտնելով խեցգետին, դա իհարկե նշանակում է ինչ-որ որ ձեր զուգընկերոջ եկամուտները զգալիորեն կաճ են, նաև բարենպաստ ինչ-որ հիպոթեկի կամ անշարժ գույքի ձեռքբերման համար Այդ եղջյուրների համար, դա աղեղնավորներն, այդ եղջյուրների համար հնարավոր է հայտնվեք սիրային եռանկյուններ, մի փոքր այդ եղջյուրների հաջողությունից հուլիսին դուր չի գալիս, բայց եղենք օպտիմիստ Եվ ջրհոսների համար 6-րդ տանն է հայտնվում Վեներան, լավ է գործնական ոլորտի համար, լավ է առողջության համար, բժշկվելու համար, տարբեր հիվանդություններից։ Ձկների համար իհարկե ամենաբարենպաստն է եւ Վեներան եւ Յուպիտերը, սիրելի ձկներ, հայտնվում են ձեր 5-րդ աստղատանը, որը սիրո, հաճույքների, երեխաների տունն է։ Եթե դեռ չունեք երեխաներ, կամ անգամ եթե ունեք, սա շատ իդեալական ժամանակ է երեխա ունենալու համար, պարզապես փայլուն երեխաներ կստացվեն, սիրո համար, եթե դեռ չեք հանդիպել ձեր կյանքի երկրորդ կեսին, կհանդիպեք անպայման, անսպասելի, այսպես լավ լուր, բիզնեսի համար նույնպես բարենպաստ, մի խոսքով ձկները արքաներն են այս ժամանակահատվածի, բայց այդ եղջյուրները ինչ-որ խնդիրներ ունեն, դե ոչինչ, միշտ այնպես լինում են այդպիսի փոփոխություններ, դե նաև Մերկուրին դիմակայելու է Պլուտոնին երկու անգամ, հունիսի 29-ին և օգոստոսի 11-ին, շարժվելով նաև հետընթաց, հետ առաջ գնալով, և դա առաջացնելու է ռազմաքաղաքական նորանոր ցնցումներ, սիրելիներս, այդ իսկ պատճառով հենց այդ ժամանակահատվածը, որ ես նշեցի անբարենպաստ է ճամփորդությունների համար, թարսի պես միշտ համընկնում է արձակուրդների շրջանի հետ, երբ մարդիկ ուզում են հանգստանան, այդ ամառային հանգիստը վայելեն, էլ այսպիսի բարդ շրջան է, տարվա բարդագույն շրջաններից մեկն է։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հուլիս ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերձյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, բաժանորդագրվեք իմ տելեգրամյան բաց ալիքին, բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են և գրեք մեկնաբանություններում կուզենաք արդյոք ուղիղ եթերներ YouTube-ով կամ ինչպես են կատարվում իմ կանխատեսումները և ընդհանրապես ինչ կուզենաք լսել այս ալիքի էջերից։ Ստեսություն կհանդիպենք, հաջողություն։